Բարի երեկո։ Առաջինի եթերում կարևորի մասին ոդքասթն է, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր մենք խոսելու ենք անչափ կարևոր թեմայի շուրջ։ Դա մեր երկրի մարզերի, տվյալ դեպքում սահմանամերձ մարզերի զարգացումն է, այն խնդիրներն են, որոնք կան այդ դժվարին ճանապարհին։ Եվ այսօր մենք խոսելու ենք այդ խնդիրների մասին, այդ խնդիրների հնարավոր լուծման ճանապարհների մասին Հայաստանի ռեստորատորների եւ հոթելյորների ասոցիացիայի նախագահ Էդգար Բաբայանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբայան, ուրախ եմ ձեզ ողջունել մեր տաղավարում։ Ես գիտեմ, որ դուք կոնկրետ այս պահին զբաղվում եք Տավուշի մարզի Շամշատինի շրջանի, այսպես ասեմ, փորձում եք զարգացնել տուրիստական պոտենցիալը։ Եվ առաջի հարցը հետևյալն է. ինչ իրավիճակ է այնտեղ այս պահին ընդհանուր առմամբ Շամշատինի շրջանում, դա սահմանամերձ շրջան է, դա շատ կարևոր է նշել, Ադրբեջանի հետ ունի շատ մեծ սահման, եւ ինչ խնդիրներ կան այս Շամշատինը, քանի որ ունեցել է միջև այս պահը լոգիստիկ խնդիրներ, այսինքն Երևանից զբոսաշրջիկը միջև Շամշատին հասնելու համար, բախվում էր առաջին ամենամեծ խնդրին։ Դա մոտավորապես 5 ժամ ճանապարհն էր։ Նույնիսկ եթե վատը չէր, դա շատ երկար էր, 5 ժամ, այսինքն Երևանից ասում են Դիլիջան, Իջևան, Բարավաքար եւ նոր գնում այնտեղ։ Կառավարության ջանքերով վերջին շրջանում այս տարի պետք է լինի բացումը Փթուջուր Նավուր ճանապարհը կապիտալ վերանորոգվեց։ Քանով է կրճատվել։ 2 ժամ, մոտ 2 ժամ։ 3 ժամ է դարձել։ Այո, 3 ժամ դառնալով Շամշատինը, ճանապարհը 3 ժամ դառնալով Շամշատինը միանգամից մտնում է ներգնատուրիզմի գրավչության թեկնածուների մեջ, որովհետև ներգնատուրիզմով հիմնականում գնում ենք այն տեղերը, որտեղ սովորաբար գիտեն։ Շամշատինը Հայաստանի մեծ բնակչություն չգիտի Շամշատին, եթե Շամշատինի մասին գիտի, տեղի մասին չգիտի։ Ճանապարհի խնդիրը եթե լուծվում է, Շամշատինը չի կարողանալու դիմակայել այսպես շակերտավոր ասած զբոսաշրջային հոսքերին, որովհետև մենք տարական հյուրանոցային ֆոնդ, հյուրատնային ֆոնդ, ռեստորան, սրճարան, տեղեկատվական կենտրոն, որտեղ զբոսաշրջիկը կարող է գալ, անծանոթ միջավայր, իր համար որևէ կապի խնդիր, ինֆորմացիայի խնդիր, որևէ ծառայություններից օգտվելու խնդիր չկա։ Այսինքն այս առումով նույնիսկ տեսանելի չէ Շամշատինը նավիգացիոն համակարգերի վրա, բուքինգ համակարգերում չկա այդպիսի շրջան, չկա։ Շամշատին այցելել են այն մարդիկ, ովքեր այնտեղ ունեն բարեկամներ, այնտեղ շատ մեծ զորամասեր կա, զորամասերի զինվորներ, բարեկամներ, նրանց մոտ գնացող բնական հոսքը դա է եղել։ Եվ զբոսաշրջիկը չի ունեցել այսպես կոնկրետ շահագրգռություն գնալ այնտեղ, որտեղ եթե Սյունիքի դեպքում եղավ Տաթևեր նախագիծը, հա եւ այլն, այնտեղ կա տրիգեր որևէ նախագիծ եղավ, նույնը Աբարանում այլեր եւ այլն, հա, Ծաղկաձորը ավանդական ձմեռային ուղղությունը։ Մեր դեպքում չկա այդպիսի մի entertainment հետաքրքիր բան, որի համար կգնան այդտեղ կհասնեն։ Այսինքն կկտրեն 5 ժամ։ Հիմա արդեն այդ 3 ժամը բավականին փոխում է, որտեղ ուղղակի գնալ, բնությունը տեսնել, հետաքրքիր ճարտարապետություն, կրոնականի նկատի ունեմ, այդտեղ բավականին հետաքրքիր եկեղեցիներ կան, միջնադարյան ամրոցներ եւ այլն։ Մարդը արդեն դա կարող է դիտարկել, բայց դիտարկելուց հետո ինքը բախվում է թիվ 1 խնդրին, որտեղ մնալ։ Որտեղ այնտեղ այն ինչ կա հիմա այսօր Շամշատինում, այնտեղ մնալու տեղեր են, բարեկամի տուն կամ ինչ-որ ոչ մրցունակ տուրիստական ինֆրաստրուկտուրա չկա։ Բացարձակապես չկա։ Եվ մեզ մոտ, որպես Հայաստանի հոթելյորների եւ ռեստորատորների ասոցիացիա, եւ որպես մարդիկ, ովքեր այնտեղից են ծնունդով, մեզ մոտ առաջ ճանապարհը մեզ դրթեց, որպեսզի մտածենք, լավ, կառավարությունը սարքեց ճանապարհը, մենք ինչով կարող ենք օգնել։ Եվ հենց այդտեղ մենք ունեցանք նորից պետության կարիք, որպեսզի ենթակառուցվածքներ տրամադրեն, այդտեղ հյուրատների, տեղեկատվական կենտրոնների, ուսումնական կենտրոնների, հա, որովհետև տեղում կա բնակչություն մոտ 30,000 բնակչություն ունի Շամշատինը, իր 16 գյուղերով։ Եվ այնտեղ ներքին պոտենցիալ կա ծառայությունների մատուցման, լիքը մարդիկ ունեն ֆերմաներ, ձիեր, ամենագնաց մեքենաներ, նրանց միջոցով կարելի է կազմակերպել ակտիվ հանգստի, հա, Մրգուս սարի վրա բավականին հետաքրքիր երկրորդ թե երրորդ գագաթն է Հայաստանի։ Բայց այդ ուղղությունների մասին ոչ մեկ չգիտի, այդտեղ չեն գնում, չեն գալի, չկա հանգստանալու տեղեր, չկան տեղեր, որտեղ կարելի է ճանապարհներին կանգնել եւ նկարվել։ Նույնիսկ կապը չի բռնում այդ կոմի վրա։ Բայց հիմա լիահույս եմ, որ ճանապարհի բացման շրջանում դա վերականգնեն։ Մի խոսքով Շամշատինն այսօր մնացել է մենակ այդ հնարավորություններից օգտվելու ճանապարհին։ Մեր նպատակն էր կամուրջ հանդիսանալ եւ մեր նպատակն է կամուրջ հանդիսանալ տեղի բնակչության եւ զբոսաշրջիկների միջեւ։
համակարգել այն ծառայությունները, որոնց երկուստեք կարող է եւ զբոսաշրջիկներին եւ ծառայություն մատուցողներին հետաքրքիր լինել։ Այստեղ է, որ մենք բախվեցինք ամենամեծ խնդրի։ Դա կոմպետենտ կառույցների հետաքրքրվածությունն է, որպեսզի այս ծրագրերն իրականանան։ Առիթ եղավ այս մեծ նախագիծը ներկայացնել եւ վարչապետին եւ էկոնոմիկայի նախարարին, Հարգարժան պարոն Պապույանին, եւ կոմիտեի նախագահին, այս բազմաշերտ ծրագիրը շատ մեծ հավանության արժանացավ, բայց որպեսզի մենք չկորցնենք սեզոնը, որպեսզի արագ կարողանանք այդ սեզոնին այս տարվա մասին է։ Տարեսկզբից երկու ծրագրով դիմեցինք Շամշադինի համար։ Շամշադինն ունի եւ գաստրոնոմիայի տեսանկյունից տարբերվող խոհանոց, եւ ունի այն բոլոր, այսպես ասած, բազային, տեղերը, որտեղ որ մենք ներգնատուրիզմի ժամանակ կարող ենք գնալ տեսնել մեր եկեղեցիները, հարուստ բնություն, տարբերվող լանդշաֆտ, գետեր, հյուրընկալ ժողովուրդ, միջնադարյան ամրոցներ, դենդրոպարկ, ամեն ինչ կա, այսինքն մարդը 2-3 օր որպեսզի գնա եւ այնտեղ ընտանիքի հետ կամ հյուրերի հետ ժամանակ անցկացնի, ամեն ինչ կա, բայց դրանք քաոտիկ եւ անկանոն են։ Դրանք հարմարեցված չեն զբոսաշրջային հոսքերի համար։ Ներկայացված դրամաշնորհներով հրավիրեցինք մասնագետներ, շատ լուրջ մասնագետներ, որպեսզի առաջին այսպես experience-ը հանկարծ որևէ խնդիր չունենա։ 30 օր դիմելուց հետո սպասում ենք եւ շատ ոչ կոմպետենտ, Դավիթ չհիմնավորված պատասխան, որը եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ դա որևէ տեխնիկական կամ այնպիսի խնդիր էր, որ կարելի էր լուծել, մեզ հետ չկապնվեցին։ Մեզ հետ որևէ այդ մրցութային հանձնաժողովից որևէ չկապնվեց եւ ասի, գիտեք, դուք այստեղ ունեք խնդիր, որը որ չնչին խնդիր է։ Ուղղակի մերժեցին եւ վերջ։ Ուղղակի մերժեցին։ Այն մրցութային մեխանիզմը, որ այսօր անցկացվում է Հայաստանում դրամաշնորհի ծրագիրը, դրանք ոչ կոմպետենտ, ժամանակ վատնող մեխանիզմներ են։ Իսկ դրամաշնորհները ինչ որ ուրիշին տվել են։ Այս հիմա գալիս ենք ամենասարսափելի կետին։ Գումարը ինչ են անում։ Ամենասարսափելի կետին են։ Երբ որ ես հարցադրում արեցի, թե լավ, եթե դուք 30 օրվա մեջ մի անգամ չեք զանգում, ասեք, պարոն, էս ինչ կամ քաղաքացի էս ինչ, հնարավոր է արդյոք այս խնդիրը, ձեր խնդիրը շատ չնչին խնդիր է, ցանկացած մասնագիտական գնահատական դեպքում չեք կապնում եւ ասում շտկենք դա։ Այդ դեպքում երրորդ շրջանը իրանք արդեն նորից են անում։ Դա նշանակում է 6 ամիս, այսինքն մի 20 օր պատրաստվում ենք, 30 օր դիտարկում են։ Եվ այդպես 3 անգամ 6 ամիս է արդեն 24-ի վերջի երամսեկից սկսած, լա, չեք, դասիկ դուք դա ինչ հանձնաժողով է, որ ոչ մի կերպ չի կարողանում երրորդ կրուգը իր զբոսաշրջային ոլորտի հետաքրքրված ձեռներեցներին, շահագրգիռ մարդկանց հետ գտնի մեխանիզմներ աշխատելու։ Դա այդ գումարն է։ Դուք արդեն կորցրել եք այս տարին։ Դուք Շամշադինի 30,000 բնակչությանը զրկել եք այս տարի որևէ այդ ակտիվությունից օգտվելու։ Հիմա դառնում է, որ մի ձեռքով կառավարությունը լավ բան է անում, միջազգային ընկերությունները գումար են տալի, իսկ այստեղ միջակ, գիտակ մարդիկ, ովքեր որ նստած են զուտ բյուրոկրատական, այսպես ստորակետ գտնելու եւ հանձնաժողովի անդամները էկոնոմիկայի նախարարությունից են, հա? Թե? Այո, ես ենթադրում եմ, որովհետեւ զբոսաշրջության կոմիտեն պատկանում է էկոնոմիկայի նախարարությանը եւ չեմ կարծում, որ դա առանձին ինչ որ կառույց է մրցութային հանձնաժողով։ Սա ում համար է այս ծրագիրը։ Ես տեղի որ բնակիչը, հա, կարող է այդ բյուրոկրատական այդ պրեսինգին դիմանալ։ Եվ օքեյ, մյուս տեսանկյունից ես հասկանում եմ, որ պետությունը չի կարող այսպես այդ փողերը բաժանել առանց հարցնելու ովքեր են, ոնց եւ այլն։ Բայց դուք արդեն փաստաթղթավորման փուլում այնպիսի ֆիլտրեր եւ այնպիսի անիրականանալի արգելքներ եք դնում, որ դուք այդ 10 միլիոնը վերահսկելու որևէ խնդիր չպետք է ունենաք։ Այստեղ է գալի որ մասնագիտական բան չունեն բավարար գուցե հմտություններ, գուցե կամք, որտեղ սա չարակամություն է։ Դուք չեք հասկանում, որ դուք սա Երևանի կենտրոնում շինարարության տենդեր չի, հասկանում եք։ Սա Շամշադինում ներդրումային մի բան է, որ ուղիղ կարճաժամկետում կապ ունի այդտեղի բնակիչ մարդկանց հետ, երիտասարդների, մենք այնտեղ ֆանտաստիկ երիտասարդություն ունենք։ Ես ինքս Շամշադինից եմ եւ ուրախանում որ շատ դուրս չեն գալի այնտեղից երիտասարդները, այնտեղ պետք է հավատալ այդտեղին, բայց նրանց պետք է նաեւ օգնել, որովհետեւ ինչ որ պահի կարիքը մարդուն դնում է մի ընտրության առաջ եւ դու որոշում ես որ իսկ ինչու պետք է քո երեխան ապրի օրինակ Ծաղկավանում կամ Չինարիում, այլ ոչ
Երևանում։ Եվ այստեղ որ կառավարությունը պետք է հասկանա այս անհամաչափությունը, որը կա հատկապես Տավուշի մարզի դեպքում։ Ես երբ որ ծրագիրը ներկայացնում եմ, ինձ ուղղեցին, ասին, ինչ եք ասում Շամշադին Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասներ, ասի, որովհետև որտեղ օգտագործում ենք Տավուշի մարզ բառը, ամենայն հարգանքով։ Դիլիջան եւ Իջևանը մեզ եւ Նոյեմբերյանին, Շամշադինին եւ Նոյեմբերյան ծածկում է։ Այս անհամաչափ խոշորացվածությունը, այս անհամաչափ վերաբերմունքը արդեն հայտնի դարձած ուղղությունն է նկատում։ Ես լիահույս եմ, որ Շամշադինը զարգանալու է, բայց ավելի շուտ կզարգանա, եթե պետությունը մի քիչ սրտացավություն ունենա եւ միջին օղակի, այսպես այդ կառավարիչները կարողանան վեր գտնել այդ բյուրոկրատական, եղկելի, ոչինչ չանելու, ձևական թղթաբանությունների ետևում պահվել։ Ցավոք պետական պաշտոնյաները, բյուրոկրատները եւ սրտացավությունը անհամատեղելի են Էդգար։ Բայց մենք տեսնում ենք նաեւ հակառակը Դավիթ ջան, կան օրինակ պաշտոնյաներ, որոնք չեմ ուզում անուններ տալ, բայց իրենք աշխատում են, բայց հաջորդ օղակում, այն մյուս օղակում դա համակարգը չի տալիս։ Այո, իսկ ընդհանուր առմամբ կոռուպցիոն ռիսկեր տեսնում եք այստեղ։ Միգուցե ինչ որ այլ բան են ձեզանից ակնկալում։ Ես չեմ կարող նույնիսկ այդտեղ ակնարկ տեսնել, որովհետև Շամշադինի պարագայում նախ չեղավ շահող։ Եթե լիներ շահող ոչ մենք, այլ ուրիշը, կասեի միգուցե կամ տեսնեին ավելի լավա ծրագիրն անում, նա ավելի կոմպետենտ։ Լավ, իսկ եթե հիմա ոչ մեկ չի շահում, այդ 100 միլիոնը կորում է, դա մի տարով է, թե ինչպես է, թե ժամկետի կա։ Ես չգիտեմ, բայց ծրագրերը չի եղել, 100 միլիոնի մեջ այսպիսի միկրո ձեռնարկություններին, որ ասում են, այս այդ միկրոների մասին է։ Ես մի պահ հասկացա, որ եթե մենք խոսում ենք Շամշադին Հայաստանի հյուսիսարևելյան դարպասներ ծրագրի մասին, եւ ես ինքս այնտեղ գոնե մի բան չեմ գնում անում, ես իմ հայրենակից շամշադնեցիներին, իդեպ շատ բավական հարուստ մարդիկ կան եւ Մովսեսից, Այգեծորից, դրսում գտնվող, ես չեմ կարող նրանց հավատացնել, որ ես հավատում եմ, որ Երևանից այսքան կիլոմետր հեռավորության գտնվող այս հեռավոր, այնտեղ որ ժողովրդին հասնում է, ով ասում է մեր մասին գիտեմ, հա, իրանց акցենտով էլ ասեն, ով է մեր մասին հիշում։ Հիշում են ձեր մասին ժողովուրդ, ձեր մասին չի կարելի մոռանալ, որտեվ Շամշադինը շատ մեծ պոտենցիալ ունի։ Արդյոք կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, չգիտեմ ով է դրանով զբաղվում, ընդհանուր ռազմավարություն չուներ, թե այդ ճանապարհը ինչի համար է կառուցվում։ Տեսեք, կառավարությունը իր հերթին մի ծրագիրն անում է, բայց այդ ծրագրից օգտվող մնացած նախարարությունները չեն անում։ Մեր այս մեծ Շամշադին Հայաստանի հյուսիսարևելյան դարպասներ նախագծի մեջ եւ լողավազանի, եւ հյուրանոց հյուրատների, եւ ուսումնական կենտրոնի, եւ կանաչ կենտրոնի, դրանք այդ կենտրոնները ուսումնական օջախները, որտեղ որ կարճաժամկետում գյուղացիներին, այդտեղ ապրող մարդկանց, ռեսուրս ունեցող, բայց այդ ռեսուրսներից հավելյալ արժեք չգեներացնող մարդկանց սովորեցնելու է ոնց այստեղ եւ հիմա տարվա 7-8 ամիսը ունենա իր ընտանիքը հավելյալ 200-300 հազար դրամ եկամուտ։ Եվ այստեղ ընդհանրապես պետք է փոքրիկ համակարգումներ անել։ Այդ ավելացած արժեքը, այդ տեղի մարդկանց կյանքի որակի ավելանալը, դա կառավարության արդյունավետություն կդիտարկվի, թե չէ կդիտարկվի։ Բայց մի կողմից նա այս կողմն արվում է, այս կողմը փոշիացնում է, այս կողմն արվում է, այս կողմը փոշիացնում։ Ոչ պրոդուկտիվ են եւ մեր ամենամեծ խնդիրը մենք չունենք լայն եւ ամբիցիոզ ռազմավարություն։ Այդտեղ ամեն ինչ լոկալ բաներ։ Միջոցառումներ լինի, գնանք, մի հատ հայկական տաղավար դնենք, կոնյակները շարենք, նկարվենք, երկու հատ նկար հրապարակենք, ասենք, որ դա էլ է պետք։ Դա իմիջային, հա, դա առանձին ճյուղ է, բայց մենք եթե դա անում ենք, մենք չպետք է հասկանանք, դուք գնում եք Գերմանիա, Միացյալ Էմիրություններ եւ այլ մարդկանց ցույց եք տալի, որ Հայաստանի Հանրապետությունը այսպիսի տեղ է եկեք, նրանք գալիս են բախվում են մայրաքաղաքից դուրս, հա, մարզեր, ենթակառուցվածքների սպասարկման ոլորտի որակի չկա, քաոս է։ Ինչ կարող է անել Շամշադին կառավարությունը։ Անել 1 կամ 2 մեծ ծրագիր կամ օգնել, որպես իրականացնեն այդ մեծ ծրագրերը։ Մեզ մեր նման այլ մարդկանց, որպեսզի դա իր հետևից բերի այնտեղի գործող տասնյակ ես նրանց հացուտելու տեղեր եմ ասում, չեմ ասում ռեստորաններ, եւ տասնյակ տեղեր, որոնք որ կարող են դառնալ հյուրանոցներ, հայաստանյան տուր օպերատորների հետ աշխատել եւ այնտեղ
Մեր հայերին, չեմ ասում դեռևս դրսի տուրիստների մասին, մեր Հայաստանի ներգնա տուրիզմի այդ կես միլիոնանոց շրջանառություն ունեցող մարդկանց, հա, ովքեր սեզոնին գնանք Սյունիք, գնանք Վայք, գնանք եւ այլն, կընտրեն նաեւ Շամշադինը։ Եվ Շամշադինն էլ իր հերթին պատրաստ կլինի մի որևէ մեծ ծրագրով, հա չէ, այսօր չեմ ուզում ասեմ, դա ճոպանուղի կլինի, թե դա ինչ-որ մեծ զիպլայն կլինի, ինչ-որ մի բան, որը բացի մնացած ենթակառուցվածքային բաներին, մարդկանց համար հետաքրքրություն կառաջացնի, մի անգամ էլ գնա անտեղ։ Դուք անընդհատ նշում եք Էդգար հյուրատներ, իսկ հյուրանոց, մեծ հյուրանոց կառուցելու պոտենցիալ չկա այնտեղ։ Կա այնտեղ մեծ հյուրանոցներ, բուտիկ հյուրանոցների կարիք կա, այնտեղ մեծ հյուրանոցների խնդիր չկա։ Եթե թույլ կտաք, ես իհարկե, այստեղ ձեզ համար վերել եմ մենք առանձնացրել ենք Շամշադինում, չգիտեմ որ տեսախցի։ Այդպես ցույց տվեք երևում։ Շենքեր, որոնք որ բավականին վաղուց գտնվում են արդեն ավերված վիճակում։ Սովետական միության ժամանակվանից այստեղ նորանկախ շրջանում որևէ գործունեություն չի ծավալվել։ Այս շենքերի համար մենք դիմել ենք այդ որ հարց տվեցիք հյուրանոցի հետ կապված, ուրեմն տեսեք։ Այս տարածքը գտնվում է Շամշադինում դենդրոպարկի հարևանությամբ։ Կողքը գտնվում է թանգարանը։ Ամենաբարձրադիր կետում է։ Կողքը գտնվում է թեկուզ հին, բայց ամենատեսարժան ռեստորանը եւ աջ տեսարանը բացվում ցլիկ ամրամի բերդի վրա։ Այսինքն ասած որպես զբոսաշրջային ակտիվներ մենք գտել ենք այդ շենքերը, որոնք որ հնարավոր է առաջարկենք բիզնեսներին, անհատներին, հա, գալ եւ այդտեղ անել ներդրումներ։ Դրանց բազայի վրա արդեն ասոցիացիան հիմնի ուսումնական կենտրոն, կանաչ կենտրոն, որը կբրենդավորի Շամշադինի ուղղությունը, կստեղծի նավիգացիոն համակարգ, կունենա գյուղերի կամ այդ ամեն ինչի գտնվելու վայրերի եւ ֆիզիկական եւ օնլայն թվայնացում։ Այսպիսի փոքրիկ գործիքներն են զբոսաշրջությունը սիրում է կանխատեսելիություն։ Այս առաջարկը, այս ամենից զատ, այս մեր դրամաշնորհերից զատ վարչապետին ենք ուղարկել, հարցում ենք արել, թե ում է պատկանում այս շենքերը, որտեղ վերջի 30-35 տարին ես այդտեղ ապրում եմ, դա ավերված է, ոչ ճանապարհ կա տեղ գնացող, իրանից դա անտառ է սկսում։ Եվ մեզ պատասխանեցին, որ դա այս բան գտնում է Պաշտպանության նախարարության բալանսի վրա։ Ես շատ ուրախացա, որ դա որևէ մասնավոր չի բանել, այսպես ասած տալ։ Պաշտպանության նախարարության բալանսի վրա է գտնվում եւ այս մասով դեռևս պատասխան չունենք։ Այս մասով ակնկալում ենք կառավարության պատասխանը, թե եւ ինչ ենք ակնկալում։ Ակնկալում ենք, որ այս շենքերը մի որոշակի ժամանակահատվածով անվարձահայտույց կտրամադրվեն ասոցիացիային, ասոցիացիան կգտնի ներդրողներ, ովքեր այստեղ կանեն շինարարություն, կհիմնեն բիզնես, կստեղծեն աշխատատեղեր, կվճարեն հարկեր եւ զբոսաշրջային գրավչությունը ահա այսպիսի փոքրիկ նախաձեռնություններով կարող է ավելի գրավչությունը բարձրացնել։ Տեսեք Էդգար, դուք նշեցիք որպես պատճառ ըստ տուրիստական հոսքերի կրճատման թանկ գները, հա, հյուրանոցային թանկ գները ծառայությունների։ Հիմա մենք պատկերացնենք, որ Շամշադինում, Բերդում բացվում է հյուրատուն, ինչպես դուք ասում եք, բուտիկ հոթել, եւ եթե ձեր նշած դեպքում 70,000 էր համար այդ նոր բացած հյուրանոցի կամ ինչ որ Աղվերանում կամ Ծաղկաձորում 50-60,000 է, այդ մի գիշերը արժանալու է, ասենք թե 25-30,000 դրամ։ Պետք է արժանա, մարզերում դրանից ավելի պետք է հասկանամ։ Դա հնարավոր է, այսինքն այդ ծառայությունը այդ գնով հնարավոր է կազմակերպել։ Իհարկե, մենք այդ հայկական մոտեցմամբ մենք բռնում ենք 3 աստղանի ծառայությունը, հյուրի վրա ծախում ենք լյուքս գնով։ Մենք մի հյուրանոցում, մի հյուրատանը, որտեղ որ չկա առանձնացված, չգիտեմ, մի նստելու, մի նորմալ, մի լողանալու հնարավորություն, մենք 60-70,000 փող ենք ուզում մարդուց։ Լավ, նա տվեց այդ օրը գնաց, նա երբեք այդտեղ չի վերադառնա։ Չհաշված մուլտիպլիկատիվ էֆեկտի բացակայությունը, որ ինքը ոչ մեկին խորհուրդ չի տա։ Խորհուրդ չի տա, այդտեղի դուրս չի գա մի հատ այդտեղից լավ տրամադրությամբ ինչ որ բանից օգտվի եւ այլն, եւ հա, գնաց, տեսավ մի անգամ եւ բիզնեսի մեջ էլ, եթե դու չես կարողանում ապահովես վերադարձը, այս դեպքում հյուրն է, խանութի դեպքում
հա, գնորդն է եւ այլն, դու ուրեմն չես հաջողում։ Եթե նա չի դառնում քո ուղղության երաշխավորող, խորհուրդ տվող, երկրորդ անգամ վերադարձողը, առնվազն դու առաջին անգամ ձախողել ես։ Այս հարցում ինչու որ մեզ մերժեցին, տեսեք մի հատ կարճ նկարագրեմ, թե ինչ պետք է լիներ եւ ինչ դուժ։ Բացվելու էր մի այսքան գրասենյակ Բերդի կենտրոնական հատվածում, որտեղ նստելու էին երկու աշխատակից։ Շամշադին շատ արագ ունենալու էր կայք, իրատեսարժան վայրերի նկարահանում, վիդեովիզուալներ, բովանդակության գեներացում, դա on-line տիրույթում ներկայացնել, արագ տեղի առնվազն 20-30 հյուրատնային տնտեսությունների պոտենցիալ չկան, ովքեր կարող են դիտարկվել, մենք այնտեղ արդեն գիտենք ում տներն է հարմար եւ այլն։ Աշխատանք, որպեսզի նրանք կարողանան մեր օգնությամբ, մենք նկարահանում ենք նրանց տները, նրանց ծառայությունները, ճիշտ գրագետ ձևակերպում ենք, ներկայացնում ենք այդ ամեն ինչը բուքինգում, դարձնում ենք տեսանելի։ Մենք քաղաքացուն ասում ենք, այն պահին, որ մենք քեզ զանգում ենք, դու մեզ այս ծառայությունը, այս որակով, որտեղ մենք երաշխավորում ենք քո համար, որտեղ քո հյուրատան վրա կպծրած է զբոսաշրջության կոմիտեի, հա, կամ չգիտեմ, ասոցիացիայի երաշխավորության, որ այդտեղ եկածող տուրիստը ցանկացած դեպքում ապահով է, եթե որևէ խնդիր լինի, ինքը զանգելու տեղ ունի, ինքը դիմելու տեղ ունի եւ այլն։ Եվ ոչ միայն չեզոքացվեց այդ 3-4 աշխատակցի մշտական այդ 1 տարվա ընթացքում աշխատակցի նայած, այլ նաեւ դրա հետևից եկածող այդ 30,000 բնակչության 16 գյուղերի հետ աշխատելու, ծառայությունները կենտրոնացնելու հնարավորությունը։ Ինչ հիմնավորմամբ, որ այդ շենքը ասում է դուք վերցրեք նոտարով 30 օրվա մեջ մի հատ կարելի էր զանգել ասել կներեք շենքը նոտարով ինչ տարածքը որ վարձակալել են որտեղ որ պետք է զբոսաշրջային կոմիտեն զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը լինի մրցույթային հանձնաժողովը սխալ է գտել թղթերի մեջ եւ ասում է նոտարով հաստատված չէ Եվ 30 օրվա մեջ չեն կարողացել հասկանալ, որ եթե նոտարով հաստատված չէ շենք լավ, միջև 10 չեմ ուզում օրենքի հետ բան, դա տգետ հիմնավորում է։ Թող ինձ ներեն այդ բառի համար, դա շատ տգետ հիմնավորում է, որովհետև դրա շուրջ եթե մեկ պարզաբանում փորձեին ստանալ, ոչ միայն ինձնից, այլ իրենց իրավաբաններից, իրենց կասեն, այստեղ վիճելի խնդիր կա, միջև 11 ամսվա պայմանագրերը կամ այդ ինչ այդ փաթեթներն ովքեր են դնում պայմանների փաթեթները Դավիթ Դրանք ոչ անիրականանալի չեն, անում ես, հավաքում ես դրանք, բայց դու հասկանում ես, որ քո ժամանակի վրա թքած ունեն։ Իդեպ նույնը արտադրողների դեպքում է, նույնը արտահանողների դեպքում է, ներմուծողների դեպքում է այդ կրիտերիաները շատ մարդիկ չեն հասկանում, բիզնեսը չի հասկանում դա որտեղից է։ Դրա համար էլ մեր մեծարգո սիրելի պարոն վարչապետն ասում է, փողերը կա, ծրագրերը չեն իրականացնում, որտեղ այնքան ֆիլտրեր եք դրել, հարգելիներս, մոտենալ անհնար է։ Եվ դաժե այնտեղ որտեղ որ հնարավոր է դառնում, մարդը ժողովում է իր բոլոր հնարավորությունները եւ ռեսուրսները եւ մոտենում է, դուք նրան կանգնեցնում եք ամենասարսափելին, դա հիասթափության առաջ։ Իսկ հիասթափված մարդը արդեն չգիտեմ, եւ նա իր հույսերի մեջ է սկսում ավելի այսպես սկեպտիկ լինել եւ այլն եւ այլն։ Ես այսպեսի մի հարց հետ կար որպես մասնագետի, ինձ միշտ հուզել է դա, մենք ունենք մեր հարավում, հա, հարևան, Իրան, դա ապրում է 80 միլիոն մարդ, հա։ Ես իրանցի զբոսաշրջիկներ, երևի թե ես ուշադիր չեմ, տեսնում եմ միայն Երևանում Եվ այդ Նովրուզի, հա, մարտ ամսին, Նովրուզը երբ այդ ժամանակ եմ տեսնում։ Այն դեպքում, երբ որ եթե Իրանից տարեկան գոնե 1 միլիոն մարդ Հայաստան գա, մեր շուկան երևի թե կպայթի։ Ինչի է գնում Գերմանիա եւ օրինակի համար ասում, Գերմանիան էլ է։ Ինչի է այդքան հեռու գնում մարդկանց համոզում շատ այսպես բծախնդիր եվրոպացի բանին, հա, հյուրին պոտենցիալ։ Երբ դուք ունեք 80 միլիոնանոց շուկա ձեր թևի, ձեր հարևանությամբ, շատ բարեկամաբար տրամադրված իդեպ հարևան, որտեղ անհերկելի հող է դա մեր համար հասկանում։ Եվ ես այսպեսի մի պրիմիտիվ միտք հնչեցնեմ, ինձ թվում է, որ դու ցավոք սրտի, հա, իրանցիները այն վիճակում են, որ շատերը կուզենան գան Հայաստանում հանգստանալ միայն այն պատճառով, որ այդ հիջաբը պետք չի լինելու։ Հիջաբը, հակներ, ազատություն, աշխատեք այդ ուղղությամբ հարգելիներ։ Ազատությունը ապրանք է, որը մենք կարող ենք վաճառել։ Դա գազուլույս չի, որ այն բարգոները խանգարեն։ Դրանք շատ human մարդկային հարաբերություններ։ Այստեղ ինչ խնդիր կա, ինչու մենք Իրանից ունենք այդքան փոքր ծավալներ, հա։ Տեսեք, այստեղ էլ Իրանը մեծ շուկա է եւ այստեղ մտնելու համար նորից պետական աջակցություն է պետք։
այդ կայծից կրակ բռնելու օրինակն է, էլի, որ պետքա մի հատ տրիգեր բան լինի, որ մնացածը կարողանան մտնել այդ շուկա, որտեղ առանձին վերցրած անհատները կամ ընկերությունները, նրանց մի քիչ բարդ կլինի։ Պետք է այդ սկզբնական մեծ բանը կազմակերպել, որպեսզի այդ ուղղությամբ աշխատեն։ Չի կարևորում։ Դուք ասում եք ինչի չկան, որովհետև այն զբոսաշրջային հորեկավոլորտի, հա, դրանով զբաղվող ակտիվները ովքեր որ կան, նրանք չեն կարևորում, պետությունն էլ նրանց չի հավաքում, ասի ժողովուրդ։ Իսկ խի ենք մենք նոր հեծանիվ ման գալի։ Կան մարդիկ, կան հարևաններ, ովքեր ունեն ոչ ուրախություն մեզ, բայց խնդիրներ, որոնք կարող են աշխատել։ Դե իհարկե, դե բիզնես մոդելը Ադրբեջանը օգտվելով Ռուսաստանի խնդիրներից, հա, իր գազը Եվրոպայի, մենք էլ նրանց խնդիրները չօգտվենք ոչ հարևանաբար։ Չէ, մենք հնարավորություն ենք տալիս, որի համար պետք է վճարեն։ Բայց հիմա հաջորդ այսպես նրբությունը, չէ, այդտեղ էլ մուսուլմանական պետությունը եւ կայս նրանք ունեն իրենց առանձնահատկությունները։ Եվ մենք դուք ասում եք Երևանից դուրս չենք տեսնում։ Իսկ դուք ցույց տվեք Երևանից դուրս որևէ հյուրատուն կամ ռեստորան, որը ունի մուսուլմանական կրոնական բանի հյուրի համար նախատեսված որոշակի նրբություններ։ Ես բավական երկար Ռուսաստանում եմ աշխատել։ Դե տուրիզմի նախագահը կոմիտեի ինչ-որ բան չէ, ինչ սարքեցին դեռ։ Մի փոքրիկ, բայց դա շատ կոնստրուկտիվ, շատ կարևոր բան էր այդ մարդն ասում։ Չէ, ես ասում եմ, պետք է եթե դու ունես ամբիցիա, որ քո հյուրանոց 50 համարանոց հյուրանոցում տարվա մեջ 500 հատ Իրանից մարդ գա, դու պետք է ունենաս առանձնացված եւ աղոթքի տեղ, եւ զուգարանները նույնիսկ պետք է դրա համար եւ դա նորմալ է։ Ես դրսում աշխատում էի երիտասարդ տարիքում եւ մեր մոտ կային մուսուլման հյուրեր, ովքեր որ նույնիսկ եթե չկար հատկացված վայր, իրանք մի անկյուն էին գտնում եւ այդ մի քանի րոպեն իրանց այդ աղոթն անում էին։ Այսինքն պետք է հարգել այդ մարդու, ստեղծել պայմաններ նշանակում է հարգել։ Որը քո հյուրն է։ Այո։ Դե չէ եկեք դռների վրա կախենք, որ մենք մենակ քրիստոնեական ախպերների ենք դիմավորում եւ չէ, այդպես չի լինի։ Պետք է ամբողջ պալիտրային պատրաստեն։ Իսկ դրա համար այո, մեր կոմիտեին անիմաստ տեղը դատապետեցին, սարքեցին, որ հա, մենք էս ինչեր եք ասում։ Բայց դա շատ կոնստրուկտիվ առաջարկ էր, որ ցանկացած իրեն հարգող ձեռնարկատու։ Եվ շուտ տվեցին ասածը ներկայացրեցին ոչ թե որպես առաջարկ հնարավորություն, այլ որ դա պարտադիր բնույթ է կրելու, հա։ Եթե ձեռնարկատերն ունի ամբիցիա, ունի հյուրանոց, ինքը պետք է ունենա մուսուլմանական կրոն ունեցող հյուրի համար նախատեսված հարմարություններ, մնացածը դրանք դիլետանտների բաներ են։ Այսինքն կան խնդիրներ կապված եւ պետական մոտեցման հետ եւ մեր մտածելակերպի հետ։ Մենք չենք ուզում փոխվել համառորեն։ Շատ կարևոր է մարդկային կապ չունի դու ինչ գործով ես զբաղված։ Կապ չունի դու ինչ ես անում, եթե դու հենց սկզբից հակված լինես նրան, որ այս խնդիրը պետք է լուծվի, դու խոչընդոտներին այլ կերպ ես նայում, ոչ թե արձանագրում ես, որ կա խոչընդոտ, նոտարով հաստատված չէ, ՍՊԸ-ն չի համապատասխանում։ Օրենքով դու ճիշտ ես, գտել ես խնդիր, դրել ես կողքի։ Քեզ պատասխանատվությունից, բեռից եւ աշխատանքից ազատել ես եւ դա օրենքի տարին համապատասխան է, ինչպես ասել է դասականը ժամանակ։ Եվ գեներացրել ես, տեսեք, մասնագիտական հարույթի դժգոհություն, մեկ աշխատակցի պատճառով։ Ես նեղացել եմ, ճակերտավոր, հա, վիրավորվել ենք, հիասթափվել ենք պատկան մարմիններից, այնինչ կարող էր լինել ինչ։ Այդ խնդիրը տեսնողը, ճակերտող խնդիրը տեսնողը դրան ուշադրություն դարձներ, կապնվեին, օպերատիվ այդ խնդիրը լուծեր։ Դա ոչ թե կդիտվեր այսպես շահագրգիռ շահերի բախում եւ այլն, դա կդիտվեր վերաբերմունք, կոմպետենտ, որպեսզի խնդիրը լուծվի։ Հակառակ դեպքում ես ունեմ իրավունք մտածելու, որ ձեր խնդիրը այդ գումարները ռացիոնալ եւ տեղին ծախսելը չի, այլ ստեղծել ֆոն, որ մենք գործ ենք անում։ Բայց ես դեռ այդպես չեմ մտածում։ Ես ինչի եմ ուզում, որ մեր ձայնը լսելի դառնա։ Չխեղդվի այս նախաձեռնությունները տարբեր ֆիլտրերի մեջ։ Թող մեր օրենսդրական մարմնում գտնվող մեր падգամավորները առաջարկություն մտցնեն այդ մրցութային հանձնաժողովների այդ բյուրոկրատիան պարզեցնել 7 տարի հեղափոխությունից հետո բոլոր իմ գաղափարակից ընկերներն են խոսում են պարզեցման մասին։ Այն առաջինը ինչ կարող էր հեղափոխությունը բերել այստեղ բոլոր ոլորտներում, դա պարզեցումը պետք է լիներ։ 96-98-2000 թվականի որոշումներ են այն մրցույթներով ինչ որ մենք մասնակցում ենք,
15-20 տարվա առաջվա իրականության պահանջներ են։ Թե ինչի են այն ժամանակ այդպես գրել, որպեսզի մարդիկ չկարողանան մասնակցել, ասում եմ, անհաղթահարելի տպավորություն լինի։ Հիմա բա մենք վստահ ենք, որ ձեր միտումը դա չի, հա, բարթացնելը չի, բայց ինչ է ժողովուրդ։ Եկեք դուք եք օգնեք կառավարությունը, որտեղ ես խոսում եմ պաշտոնյաների հետ, ինձ ասում են մենք կապ չունենք, բայց կներեք կապ չունենալը ձեզ չի ազատում։ Դեք ուրեմն ստեղծեք այնց կամ մի գնացեք այդ աշխատանքին, կամ մի ասեք մենք կապ չունենք, էլի, այստեղ բան է ստեղծվում, որ բոլորն իրանց վրայից փորձում են եւ ստեղծել է իրավիճակ, որ ցանկացած հարցի համար մենք պետք է վարչապետին խառնենք։ Իսկ դուք նկատում եք այսպիսի մի իրավիճակ, երբ որ պետական պաշտոնյաները հիմնականում միջին օղակում փորձում են խուսափել պատասխանատվությունից եւ ձեր այդ պատասխանը, որը ձեզ տալիս են, որը ձեզ չի բավարարում, դա փորձ է խուսափել պատասխանատվությունից։ Այո, եւ թղթերով իրանք ճիշտ են։ Ինքը հողում է անում պահանջին եւ մնացածը իրան հետաքրքիր չի փորձում խնդրի մեջ ներքաշվել, հասկանալ խնդրի էությունը, որովհետեւ հենց նա փորձի խնդրի էության մեջ մի փոքր կենտրոնալ, հասկանա որ դա կամ խնդիր չի, կամ դրա շտկելը 24 ժամվա հարց է։ Հիմա հակառակ պատկեր, եթե դուք զանգեիք մեզ եւ շտկեիք այդ խնդիրը, Շամշադինը կունենար զբոսաշրջային կենտրոն, չէր լինի այս նեգատիվ ֆոնը, նախարարն ու կոմիտեի ղեկավարն էլ եւս մեկ հաջողված այսպես նախագիծ կունենային, հա։ Ինչ ունենք հակառակ կողմում։ Մի ճիշտ աշխատակից, ով ինչ որ 20 տարի առաջ գրած պահանջը, որ շատ անտրամաբանական է, շատ։ Դրա պատճառով մի լուսավոր, մի հրաշալի գաղափար է, ասում եմ, թող ոչ մեկ չկարծի, որ մենք գնացել ենք ինչ-որ շատ մրցունակ եւ յուղոտ տեղեր, ինչ-որ չգիտեմ, հողեր ենք ուզում։ Այդ ոլորտը ուղղակի չկա։ 10 միլիոն իրանք էին տալու, մոտ 50 մենք ներդնելու էինք։ 2 տարվա ընթացքում։ 1 տարի հետո այդ տեղեկատվական կենտրոնի իրանց դրամաշնորհը վերջանում է, բայց մենք շարունակելու էինք։ Մենք դրա կողքը սրճարան ենք հիմնում եւ այլն, որը որ վերջնարդյունքում եւ դրամաշնորհը վերջանա կպահի այդտեղ։ Մենք իրականացնելու ենք այդ ծրագիրը իրանց հետ թե առանց իրանց, որովհետեւ ես Շամշադնեցի եմ, Շամշադինում ապրող երիտասարդությունը քաղաքացին պետք է ունենա համարժեք արժանի հյուրին դիմավորելու բոլոր գործիքները։ Էդգար, թույլ տվեք մեր զրույցը ավարտել այս շատ լավ նոտայի վրա։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր պայքարում պետական ապարատի հետ, դա շատ դժվար գործընթաց է, ես դա շատ լավ հասկանում եմ, մենք հենց երեք ունեցել ենք մի քննարկում տնտեսական բլոկով, որտեղ մասնագետներ էին եկել էին մարդիկ, ովքեր որ զբաղվում են արտահանմամբ եւ այդ նույն խնդիրները, որը դուք հիմա ներկայացնում եք տուրիստական ոլորտում, նույնը կա էկոնոմիկայի նախարարությունում արտահանման գծով, որտեղ պետությունը խոչընդոտում է մարդկանց։ Ես այդպես հասկացա այդ քննարկման արդյունքը, այնպես որ ես ձեզ հաջողություն եմ մաղթում եւ շնորհակալություն։ Շնորհակալություն այլության։ Այսօր մենք խոսում ենք կարևորի մասին Հայաստանի ռեստորատորների եւ հոթելյորների ասոցիացիայի նախագահ Էդգար Բաբայանի հետ։ Բարի գիշեր եւ կհանդիպենք։